Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր բարի գտնվեց Կենտրոն և Երկիր մեդիա հեռուստաընկերությունների նկատմամբ։ Նրանց դեպքում ֆինանսական պատժամիջոց չկիրառեց, թեև գտավ, որ հեռուստաընկերությունները և հատկապես Կենտրոնի լրատվական ծառայության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում է մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններում անհավասարաչափ լուսաբանվել քաղաքական ուժերի քարոզարշավը։ Հաշվի առնելով, որ հեռուստաընկերությունը արդեն մեկ տուգանքել ստացել է անցած ուրբաթօրը, ես խնդրեի և կառաջարկեի իմ գործընկերներին, որ եթե հնարավորություն կա, եթե ունենք հնարավորություն, մեղմ մոտենանք։ 7 կողմ և 1 ձեռնպա ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովն այսօր որոշեց չտուգանել հեռուստաընկերությանը հնարավորություն տալով նրան հետագա ընտրություններին շտկել սխալները։ Ձեռնպա էր միայն Գրիգոր Ամալյանը։ Ըստ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավը անհավասարաչափ է լուսաբանել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերությունը։ Եղել են կուսակցություններ, ընտրությունների մասնակցող, որոնք գրեթե չեն ունեցել նախընտրական քարոզչական շտաբներ, չեն ունեցել մամուլի քարտուղարներ, շատ հաճախ տեղակ չեն պահվել, որ նաև ոչ միայն Երկիր մեդիան։ Ես նախընտրական հանդիպումների մենք փորձեցինք իրականում այդ բացը լրացնել մեկ ուրիշ հարթակով, կոնկրետ հաղորդումներով։ Երկիր մեդիայի դեպքում հանձնաժողովը միաձայն կարճեց վարչական վարույթը։ Հեռուստաընկերության համար ոչ թե դրամական տույժի չափն է էականն։ Մեր օրենսդրությունը շատ ավելի պահանջկոտ է տույժերի քանակի նկատմամբ, քանի տույժ է ենթարկել, որովհետև դա կարող է նաև հանգեցնել լիցենզիայի դադարեցման։ Նարին Էրիսյան, Սարգիս Համբարձումյան, IPFE։